Քանի որ հարց չկարողացա տալ, պարոն Պապիկյան, ընդամենը մի քանի առաջարկ եմ ուզում անել, եթե հաշվի կառնեք, հարկ կհամարեք, այս ժամկետի կրճատումից հետո կարծում եմ մենք ավելի խիստ պետք է լինենք նրանց նկատմամբ, ովքեր տարբեր եղանակներով փորձում են ազատվել զինվորական ծառայությունից։ Նկատի ունեմ քաղաքացիության փոփոխությունը, այսինքն այս օրենքի ընդունումից հետո մենք պետք է նաև վերադառնանք այդ խնդրին, որ ով երբ ցանկանա իր որդուն քաղաքացիություն չփոխի։ Երկրորդը այդ բժշկական պատճառներով ազատվելը առանձին դեպքերում խիստ ծանր հիվանդությունները հանած, ես կարծում եմ բոլորը պետքա զորակոչվեն բանակ ու իրենց համար կգտնվի այն տեղը, որտեղ իրենք կարող են իրականացնել այդ ծառայությունը։ Ես կարծում եմ նաև, որ մենք պետք է Պաշտպանության նախարարությունը կրթության, գիտության նախարարության հետ վերանայի ռազմագիտության առարկայի անցկացումը դպրոցներում եւ 15-16, ես չգիտեմ հիմա դա որ դասարաններին է համընկնում, բայց 15-16 տարեկանները պետք է իմանան պայմանական ասած ավտոմատ քանդել հավաքելը արդեն դպրոցում, բայց հիմա տեխնիկան փոխվել է, կարելի է ծանոթացնել նաև այլ զինատեսակների հետ եւ դա արվի դպրոցում, որպեսզի ուսումնական զորամաս գնալուց առաջ արդեն ահագին սովորած լինեն, ինչպես մեր սովորած տարիներին եւ կարծում եմ նաեւ կարող է տարօրինակ հնչել, բայց Պաշտպանության նախարարությունը նորից կրթության, գիտության նախարարության հետ պետքա շատ խիստ հսկողություն սահմանի, թե դպրոցներում ինչպես է անցկացվում ֆիզկուլտուրայի առարկաները, որովհետև հիվանդ Նազարյան ջան, խնդրում եմ ավարտեք, էլի հարգելի գործընկերներ, ոչ մեկը ժամանակին չեք հետևում։